հավատա, այսօր երեխուն տուն ենք բերում։ Պապ, երդվում եմ, սրանից ավելի լավ բան չէր կարա լիներ։ Բայց մի րոպե, ես կհասցնեմ պատրաստվեմ։ Եթե ժամուկես չես պատրաստվելու կհասցնես։ Բա պետք է սիրուն դիմավորեմ եղբորս։ Իսկ դու թիթիզ բաների հետևից մի ընկի։ Կարևորն է նա, որ այսօր Դավիթ Շախունցը տուն է մտնելու։ Դավիթ։ Այո, Դավիթ։ Ասեմ ահագին ջրել ես։ Քեզ այդ ուժեր սևով հնարավոր չի։ Գազանացել ընկել ես մեջներս։ Ինչ ես ուզում մեր կյանքից։ Ձենդ կտրիմ։ Չէ։ Ձենս չեմ կտրելու։ Էլ լուր չեմ մնալու։ Հերիք եղավ։ Հերիք եղավ ինչքան կուլ տվեցին քեզ ու քո կեղտոտ քայլերը։ Թե չէ որ կուլ չտայր ինչ էիր անելու։ Ես ինչ մեծ կարծիք ունես քո մասին։ Մյուս անգամ ձեռքերիդ ազատություն տվեցիր։ Օդի մեջ, ջարդեմ։ Մի կողմ գնա ուշանում եմ։ Մի րոպե հլը։ Հիմա ինչ, իրոք ուզում ես ասես դու այդ աղջկա հետ ոչ մի կապ չունես։ Լավ էլի, այդքան երթվեցի քո արև։ Ես այդ աղջկա հետ ոչ մի կապ չունեմ, պոնչիկս, ոչ մի։ Հենրին խնդրեց, ես էլ օգնեցի, դե գիտես, ընկերության համար կյանքս էլ կզոհեմ։ Գործը գլուխ բերեցի, այդքանը։ Դե արդեն 1000 անգամ ես տեքստը կրկնեցի։ Լավ, Կարո, հավատում եմ, վերջ։ Վայ, ֆայնան է զանգում, հլը մի րոպե տեսնեմ, ինչ ես։ Հա, ընկերուհիս, բարև։ Յան, այսօր երեխուն դուրս են գրում։ Վայ, ես ինչ լավ բան ասեցիր, ընտիշ, վերջապես լավ լուր։ Իսկ աղա գաս։ Վայ, դա չի քննարկվում, իհարկե հեսա գալիս ենք։ Լավ, դե սպասում եմ։ Ինչ եղետ ես գոռում ես, լեղիս երկու մասի բաժանվեց։ Վայ, Կարո, Ֆայնայի եղբորը պուճուրիկին դուրս են գրում այսօր հիվանդանոցից, վերջապես այդ տնից մի հատ նորմալ բարի լուր լսվեց, թե չէ ոնց որ տխուրների դղյակը լինի։ Գնալու ես։ Չէ, գնալու ենք։ Նենց որ սպասի մի հատ արագ ես ուտեմ, որտեվ շատ համով է, ու միասին թռնենք արագ։ Դու հանգիստ կեր կհասցնենք թռնել։ Շատ ուրախ եմ։ Ես քեզ շնորհավորում եմ։ Քո փոքրիկ եղբայր Դավիթ Շախունցը արդեն լավ է ու գալու է տուն։ Լուրջ ես ասում։ Վերջապես։ Ոնց որ թե Արամի հավանած աղջիկը այդքան էլ սրտովը չի, հա? Թե սխալվում եմ։ Սխալվում ես։ Դեմքիդ արտահայտությունը այլ բան է հաշվում։ Ինչևէ, դու գիտես, բայց ինձնից քեզ խորհուրդ։ Չփորձես քո անիմաստ խանդելու բնավորությունը Արամի վրա գործած ես։ Երբ մայրը սկսում է համեմատվել որդու ընտրյալի հետ, կորցնում է որդուն։ Լուրջ։ Բա դու ինչի սոսին չկորցրիր։ Ամբողջ կյանքում ստվերի պես հետապնդեցիր ինձ։ Չես ամաչում։ Ես գոնե մի անգամ քո սոսի հարաբերությունների մեջ խառնվել է։ Չես խառնվել։ Բայց այնքան լուռ ու մունջ ես եղել, որ դրանից ավելի եմ վախեցել։ Լիլիթ, քո վախերի հարցը դու ինքդ պիտի լուծես։
Այլևս չփորձես ինձ նման բաների մեջ մեղադրել։ Ամուսնուս մահից հետո ես ամեն ինչ արեցի, որ տղաս լավ կրթություն ու դաստիարակություն ստանա, որ լավ մարդ դառնա։ Հետո էլ այդ չարաբաստիկ պատմությունից հետո ամեն բան արեցի, որ նա փորձի նորից սիրել, որ երջանիկ լինի, որ ամուսնանաք, ընտանիք կազմեք։ Հազար ու մի խնդրի առջև եմ կանգնած եղել, բայց ինձ երբեք իրավունք չեմ վերապահել սահմաններ անձնական անցնել։ Այնպես որ ես որպես մայր ճիշտ տեղում եմ, այլ հարցա դու որպես կին, որտեղ ես։ Ոնց եմ զզվում սրա իմաստուն խորհուրդներից։ Ասա երբ եմ ես քեզնից խորհուրդ հարցրել։ Հեքիաթի գիրքը վերցրել եք ինձ խորհուրդներ ա տալիս։ Պարոն Բերբերյան, մի քանի կարևոր փաստաթուղթ կա, որ ստորագրեք, այսօր գալու եք աշխատավայր։ Դեռ չգիտեմ, բայց եթե անհետաձգելի բան չկա, թողնենք վաղվան։ Ոչ մի խնդիր։ Հենց նոր մի հաճախորդի հետ էլ պայմանագիր կնքեցինք լիզինգի արտոնյալ պայմաններով, 5-ից 7 տարվա ժամկետով, 0% փաստացի տոկոսադրույքով։ Շատ լավ։ Իսկ տեղեկացրեցիք, որ հաճախորդների համար անհատականացված մոտեցում ունենք, ըստ իրենց պահանջների։ Հա, ամեն ինչը մանրամասն ներկայացրել եմ եւ նշել եմ, որ մեզ հետ կարող են կապ հաստատել 8106 հեռախոսահամարով։ Ապրեք, եթե հարցեր լինի զանգիր։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Տատ, ինչ ես տենց նայում։ Հիանում եմ բոլես, իսկը հայրդ ես։ Մամ, այդքան քեզ մի տանջի էլի։ Չի ստացվում։ Վիկտորիա, ամեն ինչ անում ես, որ քեզ մենակ ճանապարհելու համար ինձ մեղավոր զգամ։ Ավակ խոսքը իմ հարազատ եղբոր մասին է, չես հասկանում։ Հասկանում եմ, բայց քեզ հավաքիր։ Մամ, կտեսնես, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, մի մտածի այդքան։ Ես չեմ հիշում վերջին անգամ, երբ եմ սենց երջանիկ եղել։ Բայց մեր տղան մեզնից ուժեղ գտնվեց, հա? Արա։ Աստված իմ ինչքան էի սպասում ես, բան։ Ոնց էի ուզում քեզ գրկեի։ Լսա, մոտերա, որ կչոտեր ստացա։ Ապրի բոլես։ Մեզ էլ ապրել սովորեցրու։ Ես մեր համար նոր սկիզբ է։ Բում։ Արա։ Արա, հորդ չես լսում։ Էй։
Բագրատ, դու որ սենց շտապում ես, ինձ արդեն սկսում անհանգստացնել։ Հենդո ջան, դու լավ գիտես, ես այսօրվա գործը վաղվան չեմ թողում։ Բագրատ ջան, կարող ես թղթերիդ մի բան են չի, որ ուզում ես այս թեման արագ ծրես գնա։ Բա եղավ խնամի ջան։ Կարամ ես նման բան անեմ, արդեն լրացնում ես։ Դե ես քեզ 10 մատից պես ճանաչում եմ, էլի գիտեմ, որ մի երկու կոպեկի համար ինչեր ես ընդունակ։ Լսի Հենդո ջան, իմ անունն է դուրս եկել, բայց որ մի քիչ լավ ես նայում։ Հասկանում ես, որ բոլորն էլ իմ նման են։ Այդ թվում նաև դու, բայց ես սիրում եմ ամեն ինչ թափանցիկ անել։ Լեզուտ է թափանցիկ, Բագրատ, լեզուտ։ Լեզուտ չլներ ագրավները վաղուց աչքերը տանել էի։ Հենդո շախոնց, իմ հին օրերի լավ ընկեր, մեր շայրը նորից ամընկել են, մենք հայտնվել ենք նույն խաչմերուկում։ Մենք լավա տևատ, Բագրատ ջան։ Դե դու պիտի ասես։ Հեսա նա իմ ասեմ։ Հերիք եղավ։ Ես արդեն առաջվանը չեմ։ Քեզ են ազանվելու ու հրամաններդ անխոս կատարելու համար շատ եմ մեծացել։ Աչքիս առաջ ամեն կեղտոտություն անում ես ու ակնկալում, որ ձայն չեմ հանելու։ Ես արդեն դադարել եմ ինձ հարգել։ Բայց սրանից հետո կտեսնես։ Կտեսնես, թե տանը մնացած անետնով։ Ալո։ Ալսոս։ Ասա անդ լսում եմ։ Կարծում եմ դու սրա մասին պիտի իմանաս։ Բագրատը հենց հիմա պատրաստվում է վաճառի իրան պատկանող պաշտամասերը։ Աստորեն իմ դեմ արշավ ես սկսել, Բագրատ։ Չնայած միշտ էլ իմացել եմ, որ տակ տեղ ես ման գալիս սողալու համար։ Կշրքի, որ կողմը ծանր եղավ, դու են կողմ ես թեքվում։ Քեզ համար սրբություն չկա։ Բայց իմ ձեռքից հաստատ չես բրծնելու։ Թույլ չեմ տա թփրտաս։ Երեխեքս եկան։ Շնորհավոր նամջան։ Ես ինչ սիրուն տղա, լրիվ աղբորն ա քաշը։ Բա, մրձավանջն ավարտվեց։ Դավիթը սարքեց։ Մի քանի օր քանեսեր կորներ մեր կյանքում չի եղել, ինչ ահավոր էր, որ հերվից տեսնում էինք ու չէինք կարողանում մոտ գնալ։ Դե լավ, կարևորը ամեն ինչ անցյալում է։ Մի արա։ Սրանից հետո կլվացվեք նոր երեխուն ձեռք կտակ։ Ես հասկացել եմ, բալես, պապան չի թողելու երեխուն սիրենք։
հոգովս չէր անցել, որ դու կազմակերպած կլինեիր։ Բա ոնց մեր պստոյին պետքա մեծ շուքով տանենք տուն։ Ես աչքիս հասկացա մյուսը ով է։ Այ հալալ։ Ասեցի պետք չէ, ինձ ջրերը մի գցի, չլսեցիր էլի։ Ոայ դու ինչ դժգոհ մարդ ես, մի հատ նայտես երեխան ինչ ուրախ է, ոնց որ ասի շնորհակալություն։ Շատ լավ է, ինչ ես դժգոհում։ Լավ է, հալալ, գործ կթար վերջը քեզ։ Ալո։ Հենրի, Հա, Բետի։ գիտես ինչ եմ զանգել։ Պիտի ասես, որ իմանամ։ Ուզում եմ շնորհակալություն ասեմ։ Ուզում եի ասեի, որ իրականում քեզ նման տղաները շատ քիչ են։ Այսինքն գնահատված եմ։ Շատ բարձր կերպով։ Լսի, իսկ կարող է այդ առիթով մի հատ հանդիպեինք։ Դե բան գլուստո։ Դες։ Սպա արդեն երազանք էր թվում, չէի հավատում, որ մի օր տուն կգանք։ Նայ։ Դու շատ ուժեղ մամա ես, ու քո հետ այլկերպ չի կարելի։ Վարյա, փոխիկին նայելը, փոխիկին։ Նայ տունը ոնց է զարտարել քո պատին։ Քո հետ եմ։ Ինձ թվում է Դավիթը մեր տան մտնոլորտը շատ կփոխի։ Ու վերջապես բոլորս լիքը կժուպտանք, թե չի արդեն մոռացել էինք։ Ուր։ Էսա եկա։ Հուսանք չես ասնի բազմախփյուր։ Հանգիստ թողել է երեխուն, ուր ուզում է թող գնա։ Այ Դավիթի դաստիարակությամբ ես եմ զբաղվելու։ Ես մեկին մի քիչ ուշացանք։ Բայց ոչինչ, հույս ունեմ քեզ տեղ կհասցնեմ։ Ինչ ես ուզում Հենրիից։ Իմ տղու նման տղա չկա։ Լսեցի՞ր արա ինչ ասաց։ Պոպ խնդրում եմ, էլի դուր մի հատ էլ ես գրկեմ։ Սկոշ։ Ջուտիկ։ Այ ամա։ Կաղջրես։ Ինչ, չէ։ Դու բոլորիս վրայով անցար հանում ոսկու ու փողի, ինձ զոհեցիր, աղջիկներիդ կյանքն ու ճակատագիրը զոհեցիր, որ շահասերեությունը թագենա, բայց դու կշտանալ չունես, դու ագահ ու անսկզբունք մարդ ես Բագրատ, ոչինչ, ես իմ ձեռքով արդարությունը կվերականգնեմ, էլ դիմանալու ու քեզ հանդուրժելու տեղ չկա, դու այդ տեղը չես թողել։ Ինքդ նայեցիր, թղթերի հետ ամեն ինչ կարգին է։ Ինչ ես այդքան մտածում։ Քո շռայլություն դա ինձ անհանգստացնում, Բագրատ ջան։ 10 մատիդ մեկ խփեն, ոչ մեկին լավություն չես անի։ Մի բարեգործի դեմքով եկե նստել ես դեմս, ուզում ես ասես իմ համար ես անում, հա։ Քեզ էլ թվում է ես հավատում եմ, հալաջող պես ընդունում եմ։ Չէ, խնամի ջան։ Ոչ, սխալվում ես։ Մեր շահերն են համընկնում իրար։ Մենք հիմա միասին ձեռնատու գործարք ենք սկսում։ Կներես, ասում ես ինչ այսքան տարի հետո դուրս եկար պես այդ դեմ սոսի։
Ինձ էս խաղել չի հետաքրքրում։ Չհամոզեցիր, Բագրատ ջան։ Ինչ ես ուզում սոսին դաղս այդա։ Երբեմն մի հարվածով երկու հարց ես լուծում։ Այս անգամ ես այդ մեթոդով եմ շարժվում։ Դժգոհ չեմ հասկանում։ Դժգոհ չեմ, բայց հետևանքն եմ ուզում պատկերացնել։ Ուզում եմ պատճառն իմանալ։ Ինչ ես հանկարծ թակարդ լարել փեսիդ դեմ։ Հուսանք, որ նորմալ տեղ կհասնի։ Հուսանք։ Խրեշ չի կարող քեզ մենակ թողնել։ Պապ ջան, հո ես երեխա չեմ, պիտի գնայիր։ Խոսում ես էլի։ Դու էլ այնքան լավ վիճակում չես։ Դες մինչև տուն հասնել եմ, ճիճնենք միտեղ, հաց կենք։ Իսկ կարող եմ ես տանը մի բան պատրաստեմ։ Էլ ինչի համար տանջվես, ես ինչ-որ բաներ պատրաստես։ Գնանք մեզ համար ռեստորանում հաց ուտենք էլի։ Ինձ է թվում, թե դու ինձ այդ հարցում չես վստահում։ Ոնց կարող եմ ես քեզ չվստահել։ Յուրաքանչյուր հարցում ես քեզ վստահում եմ։ Դե ուրեմն վերջ։ Արածս մեծ բան չի, հերիք այդքան ասաս նեղվում եմ։ Ինչ կա այդ եմ ասում, ավելորդ վերաբերմունք շռայլելու սովորություն չունեմ։ Հա բայց ինչ եկել նստել ենք ստեղ, կոմպլիմենտներ ես շռայլում ու շնորհակալություն ես հայտնում։ Բալես, արի դուրս գանք։ Չէ, Անգելինա, արի դուրս գանք։ չէ, պապ, եկել ենք հաց ուտենք, ուրեմն կմնանք ստեղ։ Հայ քեզ հանդիպում, շատ ուզեի չէր ստացվի։ Ամեն ինչ կարգին է։ Հա, նույնիսկ շատ լավ է։ Ով կմտածեր, որ այս տհաճ միջադեպը սենց լավ ծանոթություն կդառնար։ Բալես, ես ինչ շատ մեղավոր եմ զգում, որ եկանք այստեղ ու դու այս տեսարանի ականատեսը դարձար։ Ես շնորհակալ եմ թե քեզ, թե կյանքին։ Այս շատ հաճելի հանդիպման համար։ Բայց կարող եմ դուրս գալ, ուրիշ տեղ հաց ուտել։ Ինչի մնանք ու դու քեզ տանջես։ Արդեն պատվիրել ենք, ուրեմն կմնանք ստեղ։
Հատկապես այն դեպքում, որ շատ էի ուզում տեսնեի Հերի կնոջը։ Ափսոս, որ երեխան էլ ստեղ չի։ Այսինքն լավ է, թող տենա ու վերջնական հեռում ունա ինձնից։ Ինչ մեղքս թաքցնեմ, սիրում եմ համեղ սնվել, ինչը չէի ասի քո մասին։ Չէ, ինչի, ես էլ եմ շատ սիրում։ Վստահ եմ, որ չեմ խանգարում։ Ընդհակառակը, իմ ներկայությունն այստեղ պարտադիր է։ Վա, բաղոնց, Պեսա ջան։ Դու չես վախեցել ու վելել հասել ես ստեղ, հա? Պեսա ջան, մենք խնամիներով շփվելու իրավունք չունենք։ Բարեկամական կապեր են։ Ես ես մարդուն աղջիկ եմ տվել։ Աննա սիրա հարցն է։ Բագրատ, հələ մի հատ հանգստացար, այդ տղա։ Ստեղ մենակ ես իրավունք ունեմ ձեն բարձրացնելու։ Անելու չտետ կգնաս ձեր տանը, հարցերդ կլուծես։ Հասկացա՞ր, իսկ թե թող մենք մեր աշխատանքը վերջացնենք, ու առանց քեզ, կարես դուրը դրսից փակես։ Իսկ դու ոնց որ մեր նախորդ հանդիպանը ինձ ճիշտ չլսեցիր կամ լավ չհասկացար։ Դու Բագրատի հետ ընդդեմ ինձ գործարքի չեք մտնելու։ Հարգանքդ կորցրել ես։ Ես ոնց ես խոսում իմ մասին։ Ճիշտ ես անում։ Աշխարհում մեռնել կա։ Իսկ քո նմանները պետքա փորձեն կարևոր մարդու դեր խաղալ։ Բայց խաղալը մի բան է, լինելը մեկ այլ բան։ Իսկ դու եթե առաջարկներ ունես, կարաս ինձ հետ քննարկես։ Հնարավոր է օգնեմ։ Այ օրինակ շախունցների ընտանեկան բյուջեն ճեղքվածք ունի, ֆինանսական խնդիրներ կան։ Հնարավոր է օգնեմ։ Ավելացնեմ գումար ձեր այն 30%-ի վրա։ Քո հետ կյանքս ուրիշ է լինելու։ Հեռնում չունի, իդիա։ Դու գիտես, որ իմ կյանք մաքրություն ես բերելու հույս։ Հա? Լավ եք։ Տղաս գիրկը սա ոնց կարանք վատ լինենք։ Գտաս։ Ինչի վատ եմ գրկել։ Չէ, լավ ես գրկել, ուղղակի պիտի կերակրեմ։ Հասկացա։ Այդ հարցում ես քեզ չեմ կարող օգնել։ Ինձանում է։ Չես ուզում դուրս գաս։ Շնորհակալություն։ Ինչի համար։ Որ ինձ սենց տղա ես պարգևել։
Ինչի մենակ քեզ։ Ճիշտ է, ես Հենրիս կյանքից շատ եմ սիրում, բայց իր հետ այս ճանապարհը հնարավորություն չեմ ունեցել անցնելու։ Ես հույս ունեմ, որ սերեղու ծնունդով մեր կյանքը նորեջից ենք սկսելու։ Բայց մենք շատ բան ունենք քննարկելու։ Ես դեռ խոսքս չեմ ավարտել։ Կարծում եմ պետք է անցյալում թողնել անցյալի մարդկանց ու իրենց հետ կապված պատմությունները։ Լավ։ Դուրս կան դու, տղուսեց բաղվի։ Ուզված հայացքդ ինձ հուշում է, որ դեռ պատրաստ չես 30% բաժնե տոմսերդ վաճառելու։ Քո իրավունքն է։ Իսկ ես ողջ կվառեմ, վեր կաց։ Սա կլինի քո կյանքի վերջին ակնթարթը, եթե հետևիցս չգաս։ Ես եմ մեղավոր, որ քեզ մարդու տեղ դրեցի, թողեցի մտնես իմ տուն, ընտանիք, ընդհուպ միջև բիզնես։ Ես քո աներն եմ։ Մի ասա, ամենասկզբից է սխալը, ես չպիտի քո աղջկա հետ ամուսնանայի, չպիտի քեզ ոտքի կանգնացնեի, մարդ դարձնեի։ Ուզում ես ասես Բագրատին դու ես Բագրատ դարձրել։ Բագրատը որ Բագրատ էր, դու դեռ քայլել չէիր սովորել, տղա ջան։ Այս շախունցների պատճառով չէր, որ դու Մոսկվայում փախ էիր անում, բոմժի կյանքով էիր ապրում։ Հիշեցնեմ ոնց եկար ինձ մոտ, ծնկաչոք աղաչում էիր, որ քեզ օգնեի, ոտքի կանգնացնեի։ Իմ ձեռք մեկնած մարդուն ես չեմ մոռանում։ Չես մոռանում։ Բա քո անունով իմ բաժնե տոմսերը ինչի էիր բերել ծախելու շախունցներին։ Լավ էլի։ Բա եղավ։ Չես ամաչում։ Ես ոնց դες բան կանեմ։ Ես ինչ մարդ ես դու։ Քո փողը նաև իմ փողն է։ Ոնց որ մի գրպանից անեմ, մյուսը տեղավորեմ։ Ես կարող եմ ինքս ինձ դավաճանել, ասա։ Ես հստակ ինֆորմացիա ունեմ, թե դու ինչ էիր պատրաստվում անել։ Եթե ես մի փոքր ուշանայի, Անետ, ես կսատկացնեմ։ Քեզ զգուշացնում եմ վերջին անգամ։ Խելքդ գլուխդ հավաքիր։ Ինձ տուր իմ 20%-ը, թե չէ կփոշիացնեմ քեզ։ Ինձ հետ խաղ մի խաղա, Բագրատ։ Անգելինա ջան, հաց կեր։ Միթե այն բոլոր խոսքերը, որ ասում էիր սուտ էին, այն բոլոր քայլերը, որ անում էիր սուտ էին, կեղծ էին։ Չեմ ուզում հավատամ, որ մենակ ես եմ սիրել ու կորորեն հավատացել եմ այդ սիրուն։ Իսկ դու քո սերը երևակայություն է եղել։ Ամեն դեպքում անհանգիստ ես երևում։ Դե քո նման սիրուն աղջկա կողքը անկախ ինձնից անհանգիստ եմ դառնում։ Արի արդեն դուրս գանք։ Քո հետ շատ հաճելի է։ Արի մի քիչ էլ նստենք։ Սեն չեղավ բաղես, վերկած գնում եք։ Չէ, պապ։ Ինչ է չէ, համ քեզ ես տանջում, համ ինձ։ Ես չեմ կարաս այդ սոսոփոս դուրս գամ ստեղից։ Բարև ձեզ։ Ես Անգելինան եմ։
Բարի օր։ Չգիտեմ իմ մասին լսել եք թե չէ, բայց ես ձեր մասին լսել եմ։ Ու իդեպասում շատ երիտասարդ եք երևում մամա լինելու համար։ Մամա։ Ես։ Այո։ Այս հիանալի անձնավորության երեխայի մաման։ Անգել, Հենրի, ավելի լավ կլինի դու սուս մնաս։